Ես հակիրճ կխոսեմ, որովհետև այսպիսի ելույթից հետո, ներկայացումից հետո իմ հարգելի գործընկեր Շենգի կողմից դժվար կլինի որևէ բան ավելացնել, բայց ես ցանկանում եմ նախ եւ առաջ շնորհակալություն հայտնել Օլիվերին, հրաշալի աշխատանք է կատարվել փաստաթուղթը պատրաստելիս եւ իհարկե մանրամասն ներկայացնում է արևելյան գործընկերության ապագան, ինչպես նաեւ նոր հեռանկարները եւ ընդլայնման քաղաքականության։ Ես շնորհակալություն եմ հայտնում Եվրոպական խորհրդարանի անդամներին իրենց հանձնառության համար ընդդեմ Ռուսաստանի դաշնային պատերազմի, ընդդեմ Ուկրաինայի եւ ես ցանկանում եմ նաեւ ավելացնել, որ այս գիշեր եւս ամբողջ գիշեր Ուկրաինան ենթարկվել է հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքերով հարձակման Ռուսաստանի Դաշնության կողմից։ Մի լուսանկար հիմա կարող եմ ձեզ ցույց տալ իմ հեռախոսի վրա, եթե կերևա, եթե կտեսնեք, ամբողջ Ուկրաինան է, արևմուտքից արևելք։ Եվ սա էլ այն է, թե ինչպես են հարձակումները եղել ամբողջ գիշեր հրթիռներից եւ անօդաչու թռչող սարքերից։ Մի քանի րոպե առաջ է դա դադարել։ Մենք տեղեկություն ունենք, որ հարձակումը ավարտվել է եւ հետևաբար մենք պետք է միասին ուժեղ լինենք։ Ոչ ոք ուկրաինացիների պես չի հասկանում, թե ինչ է նշանակում ապրել պատերազմական ժամանակաշրջանում այսքան երկար ժամանակ։ Եվ հետևաբար ես նմանապես շնորհակալ եմ գործընկեր պատվիրակություններից, մեր գործընկերներից, ովքեր աջակցել են այս փաստաթղթի կազմմանը եւ աջակցել են փաստաթղթին, ես ձեզ բոլորիդ շնորհակալ եմ, որպեսզի